Մեր մարզական ոլորտի հերթական հաղթանակը դարձյալ ըմբշամարտից է։ Մեր շրջանի անունը Վրաստանի առաջնությունում պատվով բարձրաձայնած մարզիկն Արծրուն Թանգամյանն է։ Ըմբիշ, որ արդեն երկրորդ անգամ լավագույն տեղը ապահովում Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության առաջին եռյակում, ապացուցելով, որ իրար հաջորդող հաղթանակները ոչ թե պատահականության, այլ մշտական մարզումների ու հաղթանակի հասնելու մեծ ցանկության արդյունք են։ Արծրուն Թանգամյանն այսօր մարշի Ռուբեն Պողոսյանի հետ Ինոցմինդայի մունիցիպալիտետի մշակույթի ու սպորտի ծառայությունում էր, իր հաղթանակի ապացույց մեդալով ու գավաթով։ Արդեն երկրորդ անգամ ինքը մեր մարզադպրոցի լավագույն ըմբիշներից է, հավաքականի անդամ դարձար, հաջողությունները դառնալու են, շնորհավորում ենք, բայց միաժամանակ ցանկանում ենք տեսնել վերելքը, տեսնել ավելի բարձր հարթակներում երկրորդ տեղ, առաջի տեղ, մենք էլ պետք է աշխատենք, որպեսզի ծառայությունը մարզադպրոցը անի ամեն ինչ, որպեսզի դու կարողանաս բարձրանալ դժվար մարզաձևի նոր բարձրաններ, ապրես, շնորհավորում ենք, հաջողություն ենք մաղթում, տեսնենք ինչ կլինի։ Մյուս անգամ ավելի լավ կլինի, ցանկալի է, որ առաջ եւ երկրորդ տեղը։ Եվ քեզնից ենք որ իր մարզիչի։ Վրաստանում ընդհանրապես ազատ ոճի ըմբշամարտը շատ զարգացած է եւ շատ դժվար է։ Չափազանց Տեղ գրավել է Վրաստանը։ Եվ առաջ չեմպիոնները, Վրաստանի շատ չեմպիոնները, գրեթե Եվրոպայի չեմպիոնն եւ աշխարհի շատ կան, այսպես 말ով։ Դրա համար պետք է շատ աշխատել։ Եթե Վրաստանի չեմպիոն դառնաս, արդեն Եվրոպայի մակարդակի հավասար է։ Դրա համար երրորդ տեղն էլ վատ չէ։ Համոզված ենք, որ ինքը կդառնա, որտեղ ոչ տեղա է, լավ մարզիկ է, լավ մարզիչ ունի, գիտեմ ես մեր Պողոսյան Ռուբենի, եւ մարզադպրոցում ամեն ինչ կանեն, որպեսզի բարձրանաս ու բարձրանաս։ Առաջնությանը սակայն միայն Արծրուն Թանգամյանը չէ, որ մասնակցում էր։ Նրանից բացի շրջանը ներկայացնում էին 4 այլ մարզիկներ, սակայն այս անգամ հաղթանակի հասնել կարողացավ միայն Արծրունը։ Չնայած Նարիբեկ Հովհաննիսյանը նույնպես բավականին լավ պայքար ծավալեց ու միայն տարիքային տարբերության պատճառով չկարողացավ հաղթել։ Մարզիչը տեղեկացրեց, որ նա տարիքով ավելի փոքր էր մնացած մասնակիցներից։ Իհարկե շատ ուրախալի արդյունք ցույց տվեց նախարարինը, ես բոլոր մարզասերներուն շնորհավորում եմ այս հաղթանակը եւ հաջողությունը, որ նոր Արծրուն Թանգամյանը բերեց մեր շրջանին։ Նա կրկին անգամ ապացուցեց, որ պատահական չէր են առաջի մրցանակը, որ նոր մի ամիս առաջ նվաճեց Վրաստանի առաջնությանը, մինչև 23 տարեկանները։ Իսկ հիմա մինչև 20 տարեկանների Վրաստանի առաջնությանը փայլուն ելույթ ունեցավ 4 հաղթանակով եւ մի պարտությունը, որ նոր չնչին պարտություններ, էդիկ կարանք ժամանակի ընթացքում շիտկենք, մարզվի, այդ սխալները ամփոփենք եւ հույս ունեմ, որ հետագա մրցումներին մի քիչ ժամանակ հետո կունենանք չեմպիոն ասելով ոչ թե հանրապետական, այլ միջազգային մասշտաբով չեմպիոն կունենանք։ Ինչ ասեմ, կարելի անցկացվավ այդ մրցաշարը։ Հիմնականում ինքը համել քաշներ փոխե, համեմատած այն մյուս մրցաշարին ինքը 70 կիլոգրամ քաշայինում ելույթ ունենար, իսկ հիմա քաշը փոխեց 74 կիլոգրամ։ Առհասարակ մարզիկները երբ փոխում են քաշը, դժվար է որ արդյունքի հասնեն, ցուցանիշ ունենան։ Իսկ նա ապացուցեց, որ քաշ փոխելով կարա տեղ կրավե։ Ընկերգրվավ Վրաստանի հավաքականի անդամ, համ 23 տարեկանների, համ 20 տարեկանների ուսումնամարզական հավաքների կմասնակցե, միջազգային մրցումների կմասնակցե, ինչ ասեմ, պերսպեկտիվ մարզիկ է, որ նոր հետագայում մեզի շատ ուրախություններ դիբեր է հետագայում, որովհետև ըմբշամարտը Վրաստանում նամանավանդ մեր ազատ ոճի ըմբշամարտը շատ զարգացած է, որովհետև աշխարհի առաջնություններում Վրաստանը, դուք երևի տեղյակ են մարզասերները, ազատ ոճի ըմբշամարտը միշտ առաջատար տեղերում է մրցանակային, առաջի, երկրորդ, երրորդ տեղերում է աշխարհում, Եվրոպայում։ Նույնիսկ Եվրոպայում անցյալ տարի 2 անգամ չեմպիոն դարձավ թիմը Վրաստանի։
Մարզիչ Ռուբեն Պողոսյանն ասում է, հաղթանակի պահին զգացմունքներն ու ուրախությունը միախառնվել էին, որովհետև ըմբշամարտի քարտեզին իրենց առաջին քայլերը դրվում են հաջողությամբ։ Ազատ ոճի ըմբշամարտի Վրաստանի հավաքականում ընդգրկված մարզիկն իր հաղթանակի մասին համեստորեն է պատմում, փոքրինչ ափսոսալով, որ մի պայքարում զիջել է մրցակցին։ Ես մասնակցեցի Վարելիում գտնվող ազատ ոճի ըմբշամարտի Վրաստանի առաջնության մինչև 20 տարեկանների։ Գրավել եմ 3-րդ տեղը, հաղթելով 4 հոգու, զիջելով 1-ին։ Շատ դժվար էր, բայց փորձեցի հաղթահարել, երևի ստացվեց որոշ չափով։ Կփորձեմ ել ավելի մարզվել, որ ավելի մեծ բարձունքի հասնեմ, ավելի մեծ հաղթանակ բերեմ մեր շրջան, ուրախանամ մեր շրջանի եւ ժողովուրդը եւ մեր գյուղացիք թեկուզ։ Ես այնտեղ ելույթ ունեցա 74 կիլոգրամ քաշայինում։ Մարզչի դերը կարևոր եղել է քո հաղթանակում։ Այո, իհարկե, ես շատ շնորհակալ եմ իմ մարզչից, Ռուբեն Պողոսյանից։ Միշտ ինքը իմ կողքին է, մարզվում ենք ամեն օր։ Շատ ուժեղ մարզումներով կփորձեմ ել ավելի առաջ գնալ։ Նախկինում շատ մրցումների եմ մասնակցել եւ շատ տեղեր եմ բերել, բայց սրանից առաջ գտնվող Ամբրոլաուրիում նորից Վրաստանի առաջնություն մինչև 23 տարեկանների այդտեղ եւս բերեցի 3-րդ տեղը 70 կիլոգրամ քաշայինում, բայց այդտեղ ավելի դժվար էր, քանի որ քաշս արդեն ավելի բարձր էր, փոխել էի։ Շրջանի մարզական կյանքն առաջընթաց է ապրում։ Առաջին հերթին մարզիչների անխնա ջանքերի ու երկրորդ մարզիկների համար կամքի շնորհիվ։ Շնորհավորում ենք Արծրուն Թանգարյանին ու նրա մարզիչ Ռուբեն Պողոսյանին։ Մաղթում, որ հերթական հաղթանակներն ավելի մեծ առաջնություններից լինեն։